Գրքում ես փորձել եմ անդրադառնալ մի թեմայի, որի շուրջ միշտ եղել են առեղծվածներ, վախեր, միֆեր եւ առասպելներ։ Սակայն իմ նպատակը չի եղել ազատ որմնադրությանը կամ ինչպես հաճախակի կոչում են մասոնությանը, պաշտպանել կամ քննադատել։ Ես չեմ փորձել այն ջատագովել կամ փնովել, ավելի շուտ ցանկացել եմ այն ներկայացնել որպես պատմական եւ փիլիսոփայական երևույթ, հասկանալ, թե որտեղից է գալիս այդ շարժումը, ինչ գաղափարներ է առաջ բերել եւ ինչ ազդեցություն է ունեցել մարդկանց մտածողության, մշակույթի, արվեստի, քաղաքակրթության վրա։ Այս գիրքը նաեւ մի փորձ է ազատվել միֆերից եւ տեսնել, թե ինչ գաղափարական հիմքերի վրա է ձևավորվել այս համաշխարհային երևույթը։ Ինձ համար մասոնությունը ոչ թե միստիկ աշխարհ է, այլ մարդու ներքին որոնման խորհրդանիշ, ճշմարտության, ինքնաճանաչման եւ բարոյական կատարելության ճանապարհ։ Ինչպես ժամանակին ասել է մեծ մտածող Սպինոզան, ճշմարտությունը գաղտնիք չէ, այլ որոնում։ Եվ հենց այս տեսանկյունից եմ ցանկացել խոսել, ոչ որպես դատավոր կամ փաստաբան, այլ որպես հետաքրքրասեր հետազոտող, որին հետաքրքրում է ոչ թե ստվերը, այլ իմաստը։